Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 10։ Տերն է աղքատացնողը և հարստացնողը, ցածացնողը և բարձրացնողը։ Առաջին Թագավորաց 2-րդ գլուխ 7-րդ խոսք։ Մեր կյանքի բոլոր փոփոխությունները գալիս են նրանից, ով երբեք չի փոխվում։ Եթե մենք հարստանում ենք, ապա դրա մեջ տեսնում ենք նրա ձեռքը և փառաբանում ենք նրան։ Ուրեմն եկեք նույն կերպ էլ տեսնենք նրա ձեռքը նաև այն ժամանակ, երբ աղքատանում ենք և նույնքան սրտանց փառաբանենք նրան։ Երբ մեր վիճակն այս աշխարհում վատանում է, դա Տիրոջից է, և այդ պատճառով կարող ենք համբերությամբ ընդունել դա։ Երբ մեր վիճակը բարելավում է, դա նույնպես Տիրոջից է, և մենք կարող ենք ընդունել նրա որոշումը երախտագիտությամբ։ Ամեն դեպքում երկուսն էլ Տիրոջից է, և դա բարի է։ Թվում է, թե Եհովայի ճանապարհն է խոնարհեցնել նրանց, ում նա մտադիր է բարձրացնել, և մերկացնել նրանց, ում նա մտադիր է հագցնել։ Եթե սա նրա ճանապարհն է, ապա դա ամենաիմաստուն և լավագույն ճանապարհն է։ Եթե այժմ ես ստանում եմ այս խոնարհեցումը, ապա կարող եմ ուրախանալ, որովհետև դրա մեջ տեսնում եմ բարձրացման նախերանգը։ Որքան ավելի ենք շնորհով խոնարհվում, այնքան ավելի փառքով ենք բարձրացվելու։ Այն աղքատացումը, որը մեր հարստացման համար պետք է գործադրվի, պետք է ողջունելի լինի։ Ով Տեր, վերջին ժամանակներում դու խոնարհեցրել ես ինձ և ինձ զգացնել տվել իմ աննշանությունն ու մեղավորությունը։ Սա դժվար փորձություն է, բայց աղաչում եմ քեզ, թող այն ինձ համար օգտակար լինի։ Պատրաստիր ինձ ավելի մեծ ուրախության և ավելի մեծ օգտակարության բեռ կրելու համար։ Եվ երբ ես պատրաստ լինեմ դրան, այն ժամանակ շնորհիր դա ինձ Քրիստոսի անվան և փառքի համար։ Ամեն։